Պատկերացրեք մի այբուբեն, որը միավորում է ավելի քան 200 միլիոն մարդու, Ստամբուլից մինչև Բիշքեկ, Թուրքից մինչև Ղրղըզ։ Իսկ ով ասաց, որ այդ նոր այբուբենը միայն տառերի մասին է, այն նաև ինքնություն է, մշակույթ, աշխարհաքաղաքականություն։ Անցյալ տարի Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը և Ղրղըզստանը համաձայնեցին 34 տառանի ու լատինական հիմքով միասնական այբուբեն ստեղծելու գաղափարի շուրջ։ Այսօր միայն Ղրղըզստանն է, որ դեռ չի փոխարինել կյուրեղագրի կիրիլիցայի հիմքով այբուբենը լատինականով։ Բոլորովին մարտական է տրամադրված Թուրքիան։ Էրդողանն ուզում է, որ Անկարան առաջնորդի լեզվական այս հեղափոխությունը, այստեղ արդեն նոր տառերով գրքեր են տպագրվել։ Սա ոչ միայն մշակութային, այլ նաև քաղաքական քայլ է, վերլուծաբաններն են ասում։ Օրինակ, եթե Ղրղըզստանը կիրիլիցայից հրաժարվի, դաշնակից Ռուսաստանը դժվար թե այս որոշումը ջերմ ընդունի։ Ռուսաստանում սա կկարդան որպես իրենց ազդեցությունից հրաժարվելու փորձ։ Ռուսերենը Ղրղըզստանում պետական լեզվի կարգավիճակ ունի, ռուս գործիչներն էլ բազմիցս հորդորել են Բիշքեկին չնսեմացնել ռուսաց լեզվի դերը։ Թուրքիայի ազդեցությունը թուրքալեզու երկրների շրջանում աճում է, նաև ուժեղանում է Ադրբեջանի ազդեցությունը Կովկասում։ Հետևաբար իմ կարծիքով Ռուսաստանի ազդեցությունը կնվազի եւ կնվազի նաև կիրիլիցայով գրող մարդկանց թիվը։ Այս նոր թուրքական այբուբենը նաև լեզվական խառնաշփոթի բուն է։ Եթե ընդունվի պանթուրքական այբուբենը, Ուզբեկստանում կարող են միաժամանակ օգտագործվել 3 տարբեր այբուբեններ՝ կիրիլիցա, ժամանակակից լատինական և թուրքական։ Բացի կանխատեսվող քաոսից նաև լեզվաբանական նրբություն կա։ Յուրաքանչյուր լեզու ունի իր յուրահատուկ հնչյունները, և մեկ ընդհանուր այբուբենը կարող է չհամապատասխանել բոլորին։ Մասնագետները զգուշացնում են, որ ի վերջո կարող է ի հայտ գալ մոտ, բայց ոչ միասնական այբուբեն։ Եվ մինչ առնվազն 4 երկիր ձեռք ձեռքի լեզվաբանական մերձեցման ճանապարհով են գնում, որոշ մարդիկ պատմության կրկնություն են տեսնում։ Սովետն էլ կիրիլիցան պարտադրեց Խորհրդային Հանրապետություններին, մի բան, որից հրաժարվելը հիմա նշանակելու է ուրիշ տառերով, բայց ասել՝ հեռանում ենք ռուսական ազդեցության ոլորտից։